Բարև բոլորին։ Եկել ենք Նախաճաշի։ Ընտրեցի սֆոլիա նապոլիտանա։ Շատ սիրուն բակում են։ Օ, ինչ սիրուն է, ամբողջ ծաղիկներով։ Իսկ ենք էստեղ։ Ամուսիններով եկել ենք նախաճաշ անենք, երեխաներին թողել ենք տատիկի հետ, անենք մեր նախաճաշը, գնանք սպորտի, ամենահետաքրքիրն է, որ ամեն մեկս գնում ենք մի տեղ սպորտի, ինքը մի տեղ է գնում, ես ուրիշ տեղ եմ գնում, մեր նախաճաշը անենք, պարապենք, հետո շարունակենք մեր օրը, մնացեք իմ հետ։ Grazie. Հասա սպորտային ակում, փոխվեցի, գնամ մի քիչ պարապեմ։ Այսօր հագեցած օր է սպասվում երեխաների հետ։ Եկանք հասանք մեր այսօրվա վայրը կազմակերպել էր մանկապարտեզի ծնողներից մեկը, շատ հետաքրքիր վայր է, որտեղ պոնիներ են, ձիեր են։ Պոնի։ Բոլորը երեխաների հետ եկել են, շատ սիրուն տեղ է իմիջայլոց, շատ հետաքրքիր արած։ Ֆերմա է, որտեղ տարբեր կենդանիներ են, կարող եք երեխաներին տալ, որ կերակրեն, խաղան, նայեն կենդանիներին, ձեռք տան։ Կարող եք նույնիսկ քշել պոնիներին։ Ինչ լավն է։ Vengo amore։ Ciao։ Մյատեք ինչ սիրուն է, մյատեսեք ինչ լավն են։ Ուրախության չափը չեք պատկերացնում երեխեքի։ Կարելի է քեզ սիրել։ Քեզ կարելի է սիրել, պուչուր։ Շատ սիրուն տեղ է։ Անվճար է մուտքը։ Երեխաների համար շատ տարբեր տեսակի հետաքրքիր զբաղմունքներ են։ Լվանում են կենդանիներին, սանրում են, խնամում են, կարող են քշել։ Տեսեք ինչ սիրուն են։ Այստեղ խաղեր կար, դեմքի վրա նկարում են, ինչ որ նկարներ են անում, ինչ որ հացի թխման արարողություն են անում։ Շատ լավ զբաղմունք է իմ կարծիքով երեխաների համար, հեռուստացույցից հեռու պահելու համար։ Սիրուն ֆոտոզոնաներ են ստեղծել, ու նույնիսկ խնդրում են, ով որ ունի Instagram, նշեն Instagram-ում։ Շատ սիրուն են։ Այսօր եկել ենք այս խանութից գնումներ անելու, մեծածախ գնումների խանութ է։ Հեսա կմտնենք, ավելի մանրամասն ձեզ կպատմեմ, ցույց կտամ։ Andiamo a vedere quelli. Եկել ենք մի հատ խանութ, կոչվում է մետրո։
Այստեղ ամեն ինչը կարող են գնել միայն մարդիկ, ովքեր ունեն ընկերություն, ՍՊԸ, միայն իրենք կարող են մուտք գործել այս սուպերմարկետը, միայն իրենց համար է եւ գնումները հիմնականը միայն մեծածախ են, այսինքն դուք պետք է այդ ավելացված հարկի արժեքը ավելացնեք մեջը, որպեսզի պատկերացնեք ընդհանուր գումար, օրինակ եթե սա գրած է 39 եվրո, սրան պետք է գումարեն 22% ավելացված հարկի արժեքը։ Ստեղից գնումներ են կատարում սնունդի, ամեն ինչի, բոլոր ռեստորանները, կազմակերպությունները, բարերը, հրուշակագործարանները, ամեն ինչը։ Ամբողջ Ֆլորենցիան գնումներ է կատարում այստեղից, պատկերացրեք, եթե դա ինչ-որ անհատ մարդ չի, ֆիզիկական անձ չի, հեսա ձեզ ցույց տամ ռեստորանների համար, ամեն ինչ նայեք կաթսաները, իրանց չափերը, այստեղ արժեքները մի քիչ ավելի ցածր են, քան ընդհանուր առմամբ ամեն տեղ, բայց այդ պետք է ունեք այդ հատուկ քարտը, որ կարողանաք մտնեք եւ գնումներ անեք։ Տեսեք, ափսեները, ամեն ինչը շատ սիրուն են իմիջայլոց, շատ սիրուն հետաքրքիր բաներ ունեն ամբողջ ռեստորանների համար։ Այս տեխնիկաները, ֆուրշետների, բարբեկյուների, սառցարաններ, ամեն ինչ, սա գնումներ են անում միայն ֆիրմաների տերերը։ Նայեք ինչ սիրուն ափսե է, շատ սիրուն է։ Սա ռեստորանների համար է, բայց մենք տան համար ենք առնում։ Քանի որ մենք ունենք ընկերություն, մենք կարողանում ենք օգտվենք այստեղ այդ հնարավորությունից եւ գնումներ անենք այստեղից։ Սրանք պիցայի համար են, որ խմորը պատրաստում են, թողնում են։ Շատ հետաքրքիր խանութ է, շատ բազմազան, սկսած կահույքից վերջացած տեխնիկա, աման, չաման, ինչ ասես կա։ Մի հատ նայեք ինչ իտալական ոճով ռեստորանների համար հետաքրքիր բաներ են։ Բաժակներ եւ այլն, այս ամբողջը ծախում են մի հատով հնարավոր չէ դառնել, ամբողջը պետք է առնեք։ Ամբողջ տեխնիկան էլ է ռեստորանների հսկայական գիպերմարկետ է կարող ասել, այսինքն այս օֆիսների համար թղթեր, տպագրություն, ամեն ինչ օֆիսի համար։ Այստեղ սառցարաններն են պաղպաղակների, տարատեսակ բաներ, կարտաներ, այսինքն եթե օրինակ ուզենաք առնեք կոկա-կոլա կամ որևէ բան, այսենց ամբողջ այս լոտը պետք է առնեք, ուստեղ գրված է գինը մի հատիկի։ Դուք պետք է բազմապատկեք, ասենք շիեմ քանի հատա մեջը, ըստ այդ քանակես ամեն ինչը պետք է գնվի։ Ու չենք կարող առնենք մի հատ կոլա դուրս գանք, պետք է առնենք ամբողջը։ Բայց մեզ համար հարմար է։ Մենք շատ անգամ գալիս ենք այստեղ, տենց մի քանի մեծ բաներ ենք առնում, գնումներ, ու մեզ մի ամիս հերիք է։ Մենք էլ չենք գնում մի ամիս, ոչ մի գնումների։ Շատ հարմար է, հեսա ցույց կտամ ձեզ այստեղ մսի բաժինը, ցույց կտամ ձկներենի բաժինը, որ պատկերացնեք ինչ է իրանից ներկայացնում։ Այս խմիչքներն են, որոնք էլի բոլորը վաճառվում են իհարկե տուփերով։ Այս ինչա։ Սակրոս։ Ալուրա, երևի 50 կիլո։ Սովորական ալուրա, հա։ Ձեթերը, որպեսզի պատկերացնեք իրենց չափերը, 25 լիտրանոց, այս բոլոր սառացրած ապրանքներն են, այս սառցարանն է, չեք պատկերացնում այստեղ ինչ ցուրտ է, ձմեռ է այստեղ ուղղակի, այստեղ պետք է մի հատ էլ շոր հագնես, որ մտնես ներս այնքան ցուրտ է, ես փախնեմ ժողովուրդ, ցուրտ է, այստեղ դրված է այս հատուկ կուրտկաները, եթե ուզում եք կարաք հագնեք, նոր մտնեք ներս։ Հեսա գնանք ձեզ ցույց տամ ձկների բաժինը, ամբողջը թարմ, ամեն օրվա բերած ձուկն է, այսինքն երեկվա ձուկ ստեղ չի լինում, իսկ ստեղ ամեն ինչը սառացրած արդեն եւ այդ ձկնատեսակներ, բանջարեղեններ, ամեն ինչ։ Շատ հետաքրքիր խանութ է, ինձ ամուսինս ասաց ցույց տվեք, իր հետ առաջին անգամ եկել, սենց բան չէի տեսել։
Այս ամբողջը ձկներնի բաժինն է, ինչ որ քիչ է, չնայած կիրակի օրերով բավականին քիչ է լինում։ Այստեղ այս բոլոր կենդանիներն են, լոբստերներն են, որոնց ես երբ որ sense տեսնեմ վատ եմ զգում, ճիշտն ասած։ Հեսա նայեք։ Ամբողջը սառույցի մեջ այդ օրվա ապրանքն է այստեղ, այդ ռեստորանները, հիմնականում բոլորը գալիս են, գնումները կատարում են հենց այստեղից։ Ուղղակի այսօր կիրակի է, արդեն շատ բան չկա։ Այնքան տարատեսակ ձկներ են կա այստեղ, չեք պատկերացնում, նույնիսկ չգիտեմ այդ ինչեր է։ Մեծ մասը չգիտեմ ինչ է։ Այս եմ սիրում։ Շատ նման է դորադային, ինչ որ հետաքրքիր համ ունի։ Մենք եկել ենք, որպեսզի վերցնենք սալմոն։ Այսօր սալմոնի վրա զեղչ է, իհարկե էլի ովքեր որ ընկերություն ունեն այդ քարտը իրենց համար, սալմոնը արժի 7 եվրո, դա շատ է ժանա, այդպիսի գին չկա, դա համար մենք կվերցնենք սալմոն, ես այրագինը գրատանայք, այսենց գրում են, տեղադրում են այդ օրվա, ոչ թե ակցիաները, այդ օրը, այս ձուկը ինչ արժի, կարող է վաղը գալ, իհարկե սալմոնը չի լինի, դրա տեղը կարող լինի օրատան, օրինակ այսօր օրատան, արժի օրատան, դա դորադան է, արժի 9.49, ամեն անգամ մի գին է, եւ որպեսզի գնում կատարեք, պետք է քարտը ունենանք, որտեղ քարտը երբ որ իրանց տալիս ենք, նոր ինքը կարողանում է մեզ հաշվարկը տա։ Ձուկը ձեռս հեռախոսով նկարում եմ ժողովուրդ, չեք պատկերացնում ինչ տեսարան է, բայց ձեր համար ամեն ինչի պատրաստ եմ։ Մի հատ նայեք, այս պանիրների չափը, սա պեկորինո է, պարմիզանից հետո պեկորինոն ամենաթանկ ու հարգված պանիրներից մեկն է, նա էլ է ամիսների ըստ պահվածության նրա արժեքը փոխում, սա եթե չեմ սխալվում սկամորց է, շատ նման է ծխեցված պանիրի, որ մենք ունենք, ամեն ինչը սենց են վաճառում, պատկերացրեք, քանակը, կտորների չափը, ամեն ինչը այս սենց են վաճառում, փոքր բան չկա, փոքր կարող է այս կտորն է, բայց շատ հետաքրքիր խանութ է, շատ յուրահատուկ բաներ կարելի է այստեղից գտնել, այն ինչ որ սուպերմարկետներում չկա։ Այսա նայեք Ֆիլադելֆիան կես կիլո է, կամ մի կիլո է, իսկ սովորաբար տենց չափերի չի լինում սուպերմարկետներում, ամենամեծ 250 գրամն է։ Շատ հետաքրքիր բաներ կա, շատ յուրահատուկ բաներ կա, այն ինչ որ էլի հասարակ սուպերմարկետներում չեք կարող գտնել, այստեղ կլինի։ Վերցրեցինք նաև այսենց 2 հատ հավ և դոշ, ամբողջ արդեն սենց փաթաթված և շատ լավ որակ են ինչ այլոց։ Շարունակենք ճանապարհը գնանք ձեզ տեսնեմ էլ ինչ հետաքրքիր բան կա, ձեզ ցույց տամ։ Այստեղ բանջարեղեններ են սաղ սառացրած, այստեղ արդեն թարմ բանջարեղեններն են, էլի այսինքն արկղով պետք է գնեք ամեն ինչը։ Շատ լավ որակի է այստեղի ապրանքը, բացի այդ միշտ թարմ, եթե նայեք, ասում դա գույնից բանից կհասկանաք, ու ամեն ինչ կա, ամեն ինչ ասելով կարող շատ տարբեր տեսակի պամիդորներ լինեն, շատ տարբեր տեսակի բադրիջաններ լինեն, նայեք այս դեղիները, կարմիրները, տարբեր չափերի, ձևերի ու հատնտիր է ամեն ինչը, որտեղ ամեն ինչը նախատեսված է ռեստորանի համար։ Այս բաժնից միայն օգտվում են իսմա ռեստորանի տերերը, ովքեր գալիս են, ստեղ գնումներ են կատարում։ Այս սպեցիաներն են, սաղսած մեծ բաներով են վաճառվում, նայեք։ Ինչ ասես կա։ Եվ մուտքը այս սուպերմարկետ այդ քարտով, այսինքն դուք սկզբից պետք է անցկացնեք ձեր քարտը, որպեսզի դռները բացվեն։ Եթե քարտը չունենաք, ուղղակի դուռը չի բացվում, որ կարողանաք ներս մտնեք։ Կիմացուկը, հա, երևի ճիշտ կլինի ասել։ Էլի այս մեծ չափսերի է, էլի որտեղ բոլորը պատրաստելու համար է։
Սա եթե չեմ սխալվում վոլորա, հա, կոչվում։ Շատ բաներ նույնիսկ չգիտեմ ինչ, հա։ Ես եթե չեմ սխալվում արտիշոկ է, այո, մարինացված արտիշոկ է։ Այստեղ տարբեր մարինացված մթերքներ են։